Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացվել։ Օգոստոսի 25-ին Քոչարյանին հակակոռուպցիոն կոմիտեից հիվանդանոց էին տեղափոխել վատ ինքնազգացողության պատճառով։ Շուրջ 2 շաբաթ առաջ նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել։ Երկրորդ նախագահին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Գործով կալանավորվել է նաեւ նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Կառավարությունը Mega Production ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։ Այդ կերպ ընկերությունը կազատվի շուրջ 675 միլիոն դրամի մաքսատուրքի վճարումից։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Mega Production ընկերությանն է պատկանում Հայաստանում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով։ Հումքի ներմուծումը նախատեսված է Իրանից եւ Իրաքից։ Սարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել։ Սինանյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Երևանի Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել TV52 երթուղին սպասարկող ավտոբուսում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Անմիջապես օգնության են հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ուղևորները ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։ Կրակը բռնկվել է տուրբոմղիչի անսարքության պատճառով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցում չարժե առաջ ընկնել իրադարձություններից, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, ինչպես նաև հայ ժողովրդի կարծիքը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թահալաթբեկ Մասադիկովը։ Հարցին ինչ որոշում կարելի է սպասել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից երկիրը բացառելու կամ չբացառելու որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չկան։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 27-ի գիշերը հարձակվել են Օրենբուրգում եւ Ուֆայում Օզոն ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Ընկերության հաղորդմամբ Օրենբուրգի պահեստն արդեն վերսկսել է աշխատանքը, իսկ Ուֆայում գտնվող պահեստը աննշան վնասներ է կրել, սակայն առայժմ փակ է, քանի որ տարածքը պետք է մանրակրկիտ զննվի։ Նեպալի եւ Տիբեթի սահմանին սողանքի եւ հեղեղի հետևանքով ավելի քան 1300 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները որոնում են նրանց։ Առնվազն 165 մարդ զոհվել է։ Անհետ կորածների թվում բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ կան։ Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 27-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ օգոստոսի 30-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 9 աստիճանով։ Երևանում օգոստոսի 27-ին եւ 28-ին երեկոյան ժամերին 29-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 32-ից 34, երեկոյան ժամերին 24-ից 26 աստիճան տաքություն։